Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 12-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման հարցերով պատասխանատուներին եւ Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչներին։ Արփինե Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպման, հետեւաբար եւ պատշաճ անվտանգային միջավայրի ապահովման զգալի փորձ ունի։ Նախարարն այդ համատեքստում ընդգծել է եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մեծամասշտաբ միջոցառումների անվտանգ եւ անխոչնդոտ իրականացումը, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է։ Արփինե Սարգսյանն ընդգծել է նաև միջազգային գործընկերների հետ երկխոսելու, ինչպես նաև առաջնահերթություններն ու նպատակները հստակեցնելու կարևորությունը, ինչը թույլ կտա նախապես նույնականացնել հնարավոր մարտահրավերներն ու մշակել արդյունավետ լուծումներ։ Կարևորվել է պատասխանատու այլ պետական մարմինների հետ սերտ փոխգործակցության, անվտանգային միջոցառումների համաժամանակեցման եւ տեխնիկական մանրամասների հստակեցման անհրաժեշտությունը։ Համաժողովի անվտանգային միջոցառումների համակարգող Իսմետ Բայրամովիչը շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար բարձր է գնահատել անվտանգային միջոցառումների համակարգման հարցում ներքին գործերի նախարարության պատրաստակամությունը։ Նա շեշտել է, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ արդեն իսկ հաջողվել է կարգավորել ընթացիկ մի շարք հարցեր։ Աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով կարևորվել է հետագա քննարկումներում պատասխանատու այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների ներգրավումը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը եւ Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը պատվիրակության հետ առանձին ձևաչափով քննարկել են համաժողովի ընթացքում իրականացվելիք անվտանգային համալիր միջոցառումների մանրամասները։ Անդրադարձ է կատարվել հասարակական կարգի պահպանմանը, ճանապարհային անվտանգության ապահովմանն ու գործնական այլ մանրամասների։ Ընդգծվել է քաղաքացիների բնականon տեղաշարժի ապահովման կարևորությունը, քննարկվել է այլընտրանքային երթուղիների մշակման հարցը, տրանսպորտային հոսքերի հնարավոր խոչընդոտները նվազագույնի հասցնելու նպատակով։ Անվտանգային միջոցառումների իրականացման մանրամասների շուրջ քննարկումները շարունակվում են։